Եթե կինը չի խանգարում, ուրեմն արդեն օգնում է կեսկատակ, կեսլուրջ սիրում էր կրկնել հասարակական ու քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանը։ Նրա կինը Տիկին Ռիման հիշում է հենց այս թեկուզ կեսկատակ բառերը հաշվի առնելով երբեք չի միջամտել ամուսնու գործերին։ Ես էլ տանը, այսպես ասած, տիրուհին էի, բայց Կարենի գործերին երբեք չեք խառնվել։ Եթե ինքը դրա կարիքը չի ունեցել, եթե ինքը ցույց չի տվել, որ ինչ-որ կարծիք է ուզում լսել կամ բան, երբեք չենք խառնվում։ Այսօր Ռիմա Դեմիրճյանի 82-ամյակն է։ Նա չի պատկերացնում, թե ինչ անակնկալ կաներ ամուսինը, եթե կենդանի լիներ։ Ընդհանրապես Կարեն Դեմիրճյանը անակնկալներ հաճախ չէր անում։ Ժամանակ չուներ ժպիտով, ասում է Տիկին Ռիման, սակայն երբեք չի մոռանում իր 35-ամյակը։ Ամուսինը կրկին խանութ մտնել չէր հասցրել ու արդյունքում կնոջը նվիրել էր իր ձեռքի ժամացույցը։ Ամենաթանկ նվերն էր ինձ համար, որովհետև դա իրասիրած ժամացույցներ, որտեղ դա ուշադիր եղավ նույնիսկ այդ ծանր պայմաններում, հիշեց, որ 35 տարիս է, որտեղ ձեռքից հանեց, կապեց իմ ձեռքին։ Երկար տարիներ դասախոսելով պոլիտեխնիկական համալսարանում նա ասում է, երբեք ամուսնու ունեցած պաշտոնը չի չարաշահել, մշտապես զգուշացել է, որ իր արարքները չկապեն ամուսնու պաշտոնի հետ։ Նույնիսկ այդ պայմաններում նույնիսկ իմ մտերիմ շրջապատում փորձեցին ասել, որ դա չարաշահում է։ Ծննդյան օրը լավ առիթ է հիշելու հին ու բարի օրերը, Տիկին Ռիման հպարտությամբ է նշում։ Խիստ ու պահանջկոտ քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանը տանը նրբանկատ էր, համբերատար, երբեք կոնֆլիկտների մեջ չէր մտնում, իր բարձր դիրքը պետությունում տանը ցույց չէր տալիս։ Միայն թե կանացի խորամանկություններ չէր կարողանում անել, Կարեն Դեմիրճյանը միանգամից հասկանում էր, բայց լռում։ Եթե փորձել եմ մի փոքր ինչ-որ խորամանկել, նայել է վրաս, միայն նայել է, նա իսկույն շատ լավ էր ինձ հասկանում և ճանաչում, միայն նայում էր վրաս և ես ինքս ինձ մատնում էի։ Գործին չափազանց նվիրված լինելու պատճառով ամուսինների կյանքում շատ բան կիսատ է մնացել։ Ընտանեկան լուսանկար չունեին, պլանավորել էին 1999-ի հոկտեմբերի 31-ին նկարվել, անգամ լուսանկարիչ չէին կանչել, բայց հոկտեմբերի 27-ի դաժան ոճրագործությունը փոխեց պլանները։ Մեկ տարի անց այդքան սպասված լուսանկարը արվեց, միայն թե Կարեն Դեմիրճյանի փոխարեն նրա նկարն էր։